Կոմ եւ Վիվարո ընկերություններ։ Բարև ձեզ հարգելի ռադիո ունկնդիրներ, այսօր տոն է ֆուտբոլային աշխարհում El Clasico Barcelona Real Madrid հագեցած եթեր, լսեք մեզ FM 103, ինչպես միշտ մեր գործընկերներն են Վիվարոն եւ Յուքոմը։ Այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր, իմ գործընկերները քիչ անց կմիանան եւ նաեւ Վիկտորինան մեր 5601 Barcelona Real Madrid հանդիպումը կարող եք զանգարել, քանի չեն եկել այն մարդիկ, ովքեր որ ձեր զանգերը չեն վերցնում եւ սկսում են խոսել, դուք էլ դժգոհում եք, ես կարող եմ շատ արագ ընդունել ձեր զանգերը, ձեր հաշիվները, հետո կգան, ելի կսկսեն իրենց ստատիստիկա ներկայացնել ֆուտբոլի մասին, ընդունենք, լավ, շատ արագ ընդունենք, ալո։ Բարև ձեզ։ Արամն եմ միած։ Շատ հաճելի Արամ, դե չհարցնեմ ում կողմից ես, որովհետև գիտեմ, որ Ռեալի երկրպագու ես, այո։ Չէ, իհարկե կատակ է, Արամը Բարսելոնայի երկրպագու է։ Եվ Արամ, ինչ ես կարծում, այսօր Բարսելոնան կհաղթի։ Վստահ չեմ, բայց շատ եմ ուզում, դրա համար 2-0 հաշիվ կասեմ։ 2-0 Բարսելոնան կհաղթի, բայց հաշվի առնենք, որ Բարսելոնայի դաշտում է, պետք է որ 2-0-ն իրատես հաշիվ լինի։ Հա, իրատես հաշիվը, ուղղակի լավ մարզավիճակում չեն ըստ վերջի խաղերի, բայց մի կողմից էլ որ Բարսելոնայի դաշտում է, դա պետք է մոտիվացնի, մեկ էլ որ 6 միավոր հետ է։ Մյուս կողմից էլ դա լարվածություն կբերի, չգիտեմ, ինչպես միշտ խառը իրավիճակ է, ես ոչ մի բան դեռ այդ մեջի ոչ մեկի կողմից չի եղել։ Նաև հաշվի առնենք, որ Զինեդին Զիդանը արդեն մեկ անգամ հաղթել է Nou Camp-ում որպես մարզիչ, եւ հիմա պետք է ինչ որտեղ նաև ռևանշի հասնի Բարսելոնան։ Իսկ դու այսօր միանալու ես մեզ ընկերների հետ։ Այո, City Chelsea խաղին, չէ՞։ Այո։ Շատ լավ, Արամ, շնորհակալություն զանգի համար, գնում ենք առաջ եւ շարունակենք հաղորդումը։ Արդեն նշեցի, որ Զինեդին Զիդանն ունի արդեն 1 հաղթանակ Nou Camp-ում եւ ինչ որտեղ նաեւ ռևանշի այդ ծարավ ունի Բարսելոնան հաղթելու Զիդանին, որովհետեւ հիշում եք, ողջույն Վերան միացավ մեզ։ Ես ուրեմն 15-ը կայանում էի, ինչպես ասում են քաղաքում Պարկովկան մեծագույն խնդիրներից մեկն է, եւ դրա համար հիմա մի քիչ հնչակտուր եմ, ողջույն սիրելի ֆուտբոլասերներ։ Այսօր այն կարևոր օրն է։ Մենք իրան կոկնենք, չենք թույլ տա խոսա այսօր ընդհանրապես, որտեղ ինքը չի երկրպագում ոչ Բարսային, ոչ Ռեալին։ Էս ինչի է Արտուրի ձայնը ամենաբարձրը։ Սա պետք է ուղենք։ Արտուրը մի քիչ ես ուրիշ բան եմ։ Սիրելի ռադիո ընկերներ, մի անգամ էլ մեր կողմից բարևենք, այսօր ֆուտբոլային տոն է, աշխարհի ամենահետաքրքիր ֆուտբոլային ակումբային դիմակայությունը, աշխարհահայացքների, տակտիկաների, մարզիչների, լավագույն ֆուտբոլիստների դիմակայություն եւ այո, իհարկե այսօր ժամը 7:15 րոպե Երևանի ժամանակով կմեկնարկի Սուպեր կլասիկոն առաջին այս մրցաշրջանում Բարսելոնայի տանն են խաղում թիմերը եւ իհարկե մենք այսօր հիմնականում խոսելու ենք այդ ամենահետաքրքիր դիմակայության մասին, կսպասենք քիչ անց հույսով եմ կմիանան շատ հետաքրքիր հյուրեր, որոնք ես արդեն նշել եմ հյուրի կարգավիճակում գրեթե չեն լինում ռադիովանում, որտեղ ունեն այլ ճակերտները բացեցին։ Այլ դեր, այո, ճակերտները բացեցինք։ Իհարկե կունենանք Վիկտորինա, չէ, Արտուր։ Ես արդեն մի զանգ ընդունել եմ, արդեն նույնիսկ ընդունել։ Արմանը 2-0 ասեց, արդեն տեսա։ Արամը։ Հա, Արմանը գրած, Արամը 2-0 ասեց, Արամը, որը հայտնի է նրանով, որ Բարսելոնային է երկրպագում, իհարկե շատ լավ կանխատեսում է իմ կարծիքով։ Իրատեսական, կքննարկենք իհարկե կազմերը, կորուստները, թիմերի մի փոքր պատմությանը կանդրադառնանք, ամեն ինչ սուպեր կլասիկոյի մասին, մեր գործընկերներն են Վիվարոն եւ Յուքոմը, հայկական ալիքը ցույց է տալու իհարկե սուպեր կլասիկոն, բայց Match TV-ն այդ խաղը ցույց չի տալու, ինչու, որովհետեւ նույնիսկ ահռելի նման հարուստ ընկերությունը չի կարողացել ձեռք բերել Իսպանիայի պրիմերայի խաղերի հեռարձակումը։ Մենք կարողանում ենք, չգիտեմ ինչպես է մեր մոտ դա ստացվում, չեմ բացառ որ Սետան ալիքով էլ ցույց տան, դա էլ միջազգային սպորտային ալիք է, իսկ դա Յուքոմը հեռարձակում է։ Ասեմ նաեւ որ Մոսկվայում, քանի որ Match TV-ն այդպիսի խնդիր ունի, ամենահայտնի մեկնաբան Վլադիմիր Ստկնյանկոն իր էջում գել էր, որ սպորտ բարում է մեկնաբանելու
Կիրիլ Զիմենցևի հետ։ Կիրիլ Զիմենցևի հետ, այո, ստագնենք վեխատերյալի կայլի այդ տոմսարներ Երևանից թռներ Մոսկվա այդ խաղը դիտել եւ ասեմ, որ մենք էլ այսօր ռադիոֆուտբոլում դες տեղեկացրել ենք արդեն, որ այս խաղից հետո ունենալու ենք համատեղ դիտում մեկ ուրիշ կլասիկո, դիտելու ենք City Chelsea խաղը եւ այսօր մեր բոլոր ռադիոընկերներին կոչ ենք անում գալ ժամը 16-ից 15 րոպեին, կարելի 16-ից այլ սկսած Yankee Pub-ում, որը գտնվում է Sayat Nova-ի վրա։ Sayat Nova 3 հասցեում Ավելի ճիշտ ոնց որ օպերայի դիմաց, հա, մի քիչ այս կողմ որ պատկերացում։ Տերյան չհասած։ Այո, Տերյան չհասած, օպերայել չհասած, Sayat Nova 3 հասցեով նկուղային, հա, այսպեսի հարկ է։ Մենք էլ պիտի ման գանք։ Yankee Pub, ես 3 կողքով անցա հստակ պատկերացրեցի որտեղ է, ստուգեցի, հուսով եմ այսօր ոչ մի բան չի փոխվել իր հասցեում։ 16-ից 15 հավաքվում ենք, 16-ից 30 խաղը մեկնարկում է, սպասելու են թիմերը միջև մենք բոլորս հավաքվեն, նոր սկսեն։ Իսկ մենք էլ անպայման սպասելու ենք ձեզ, որովհետև սա յուրահատուկ առիթ է, որ բոլորս հավաքվենք, ամեն անգամ խոսում ենք։ Այսօր մենք հետաքրքիր եթեր ենք ունենալու, հյուրեր ենք ունենալու, քննարկելու ենք կլասիկոն է այսօրվա Այո, ես նշեցի, իհարկե, էլ ինչ պետք է լինի այսօր հիմնական թեման։ Ես տեսնում եմ մեր առաջին հյուրին։ Եգոր Գլումովն է մեր հյուրը։ Օպեն առաջի գոլը դեպի Բարսա։ Առաջի անգամ ենք նստում այդ լեգենդար կարմիր բազմոցին, սովորաբար այստեղ են ալինում։ Այո, բարյոր Եգոր։ Քանի որ ռեալը ուշանում է, ինձ թվում է Ժակը կարող է հրաժարվել է գա։ Սա կապիտուլյացիա է։ Այո, իմացա որ գորն է լինելու Բարսելոնայի կողմից եւ չեկավ։ Չէ, վստահ եմ հիմա կմիանա, խոսում ենք սուպեր կլասիկոյի մասին իհարկե եւ Էլին չունենք խոսալ։ Եվ իհարկե առաջին հարցը Chelsea Manchester City-ի մասին չենք խոսում։ Այո, գոր որտեղ է դիտելու խաղը։ Երևի թե տանը սիրում եմ El Clasico-ն դիտել, այսպես ասած, կամերային վիճակում։ Կամերա լավ իմաստով։ Այո, կամերային, այսինքն տենց փոքրիկ դալիճում, որտեղ կարողանում ես բոլոր էմոցիաները եւ բառերը ակտիվ ես երկրպագում։ Ինձ թվում է որ ինչ որ սպորտ բառում է կարող եմ, ուղղակի երբ որ գնում եմ տենց տեղեր, ցավոք չեմ կարող հանգիստ ֆուտբոլ դիտեմ։ Այո, ինչ որ բան խանգարում է։ Կապիկի պես նկարվում են, հետս նույն կապիկի դերում ես։ Հարցեր են տալի։ Ով տալիս են գոնե։ Հաշիվ ցավոք սրտի չեն տալիս։ Հաշիվ ով կխփի, ով կկրի։ Խաղի հետ կապած ունես ինչ որ սնահավատություն, օրինակ իմ մոտ ժամանակին կար։ Ես առաջին անգամ երևի թե իմ Բարսա ֆանատ լինելու տարիների երկար ընթացքում շատ հանգիստ եմ գալի El Clasico-ին եւ հասկացա որ նախ El Clasico-ից ավելի կարևոր բաներ կան կյանքում, մեկ։ Նոր հասկացա այս տարի։ Չէ, ինձ թվում է շատերը չեն համաձայնվի, չկա ավելի կարևոր բան։ El Clasico-ից առաջ հասկացա եւ հասկացա, որ կապ չունի մենք ինչներս ճղենք եւ ինչ դրոշի, մեկը լինելու է այն ինչ որ լինելու է 90 րոպե խաղից հետո, այսինքն մեր բոլոր էմոցիաները, մեր բոլոր խաղից առաջ գորգորալ, ճվալ, մայկա պատրել, ուրիշ հակառակորդ թիմի մարդ ծեծել Դա անցյալում է։ Ոչ թե անցյալում, այլ օգուտ չի բերում։ Գորիստ, ես պարտվողի հոգեբանություն եմ լսում։ Ինձ թվում է դու արդեն մտածում ես որ Ռեալը հաղթելու է, որտեղ հիմա բացարձակապես չեմ մտածում։ Իհարկե, եթե դուք համոզված եմ ուսումնասիրել եք ստատիստիկան, եւ այլն, ինչ որ տվյալներ ունեք շատ կարեւոր, կարող եք ասել, որ Ռեալը 3 խաղը վերջի շատ լավ է արել, ստացվել Բարսելոնա վատ է ստացվել, բայց սա El Clasico է, սա այն խաղերից մեկն է, որ բացարձակ կապ չունի ով որտեղում է, ով ինչ պաշարով է մոտեցել, եւ ինձ թվում է, որ ամենակարևորը, որ բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք որ առողջ են կարողանում դուրս գան դաշտ, չլինեն դատավորի կողմից ինչ որ չեպեներ, որոնք որ այս վերջերը շատ են կրկնվում, եւ բարեդրացական երևի թե մոտեցում ցույց տան երկու թմերն էլ չմտածելով ով ինչքան աչոք դիտանի ցույց տան գեղեցիկ ֆուտբոլ։ Դու հայտնի Բարսելոնայի երկրպագու ես գոր։ Լավ, հիմա երևի գնանք գովազդի, այնուհետև հարցնենք թե ինչպես այդ սերը ձևավորվեց այդ հիանալի սիրային հարաբերությունները գորի եւ Բարսելոնայի միջեւ, դա գովազդից հետո գնանք։ Եվ խոսում ենք սուպեր կլասիկոյի մասին, այսօր Բարսելոնան ներկայացնում է Եգոր Գլումովը եւ ինչպես ստացվեց, որ դու Իսկ Ռեալը այո, Բարսելոնան տեղյակ չի դրա մասին, բայց դե կարևոր չի։ Ես համոզված եմ, որ տեղյակ չի, տեղյակը չի լինելու։
Ինչպես սկսեց այդ հարաբերությունները Քոսեյրը Բարսելոնայի նկատմամբ։ Ինչի Բարսելոնա։ Ես կարող եմ հիշել, որ սկսեցի ետևել Բարսելոնային հեռավոր 1994 թվականին, երբ որ այնտեղ փալատակում էր Խրիստո Ստոյչկովը։ Շատ էի սիրում այդ ֆուտբոլիստին Բուլղարիայի սբորնից։ Դեռ դուր էր գալի ինքը ինձ, քանի որ սիրում էի նաև Էրիկ Կանտանային եւ շատ մեծ նմանություններ կար իրենց մեջ։ Ագրեսիվ, այո, ագրեսիվ լիդեր, որը որ կարող էր իր խարիզմայով վառել եւ այրել սրտերը խաղացողների, թե դաշտում, թե դաշտից դուրս։ Դե ժամանակին նա ուզում էր այրեր նույնիսկ Մադրիդը իր խոսքերում Ստոյչկովը։ Կար տենց բան, ինչեւ այլ ուզում այն ստում։ Ստացվում է։ Իդեպ Գորդո անցյալ տարի բախտ վիճակվեց Ստոյչկովին անձամբ տեսնել, շփվեցի նրա հետ։ Շփվեցի երկու բառով իհարկե, բայց դե կարող եմ ասել, որ այդ մարդիկ իմ համար մնացել են այտենց մեծ ժայռի կտորներ եւ անգամ այսօր երբ որ դու պաստորին կարող ես շփվել նրանց հետ, մեկը այդ ինչ որ ոնց որ ես փոքրիկ երեխա լինեմ, իսկ իրանք մեծ մարդիկ արդեն։ Չնայած 94 թվականին փոքրիկ երեխա չէ, 21 տարեկան է արդեն, բայց ամենայն դեպս, այդ ժամանակվանից սկսեցի սիրել։ Սկսեց Ստոյչկովից ամեն ինչ։ Այո, Խրիստո Ստոյչկովից, հետո ուսումնասիրելով Բարսելոնայի պատմությունը իմ համար նաև շատ կարևոր էր, որ դա իրականում ավելին է քանակում։ Եվ միջև հիմա դա շատ կարևոր է իմ համար, անգամ մեկ մտածում եմ, որ մենք չկարողացանք մի բան ստեղծենք հայերով, օրինակ ունենայինք Արցախում ֆուտբոլային ակումբ, որը որ կարող էր Եվրոպայում ներկայացնել Արցախը եւ դա կներ մեր պայքարի, ֆուտբոլային պայքարի, այսպես ասած, մի միջոց։ Ցավոք սրտի չեն կարող այդ գաղափարին գալ, իսկ օրինակ կատալոնացիք շատ մեծ հաջողությամբ դա անում են եւ իրենց մոտ ստացվում։ Այո, միշտ չի որ Բարսելոնան հաջող էր հանդես գալիս, կային տարիներ, տասնյակ տարիներ, երբ նա չէր հաղթում, Կրուիֆը վերադարձավ, եկավ Բարսելոնա եւ ամեն ինչ փոխեց։ Ռեալի մասին մի քիչ խոսենք։ Ռեալի կարգախոսը, ես այն օրը մի քիչ այնց փորձեցի թարգմանել, ինձ թվում է ի հակառակ Բարսելոնային են մտածել, դե Բարսելոնան ավելին քանակով, իսկ եթե իսպաներենից թարգմանում ենք Ռեալի կարգախոսը, Ռեալ եւ ոչ մի բան ավելին, հա, ինադամաս։ Ոչ չգիտեմ դա պատասխաններ Բարսելոնայի դեր, բայց հետաքրքիր է։ Նույնիսկ կարգախոսների մեջ դիմակայություն կա այդ երկու թիմերի։ Նման են կարգախոսները, չէ՞ կարելի ասել։ Ավելին քանակով, իսկ Ռեալը ոչ եւ ոչ մի բան ավելի։ Այսինքն ինչի՞ ոչ։ Երկու տարբեր, այսպես ասած, աճ եւ ձախ կողմն են նրան գտնվում, ֆուտբոլային փիլիսոփան է լրիվ տարբեր, մոտեցումներն է լրիվ տարբեր եւ դա միշտ է եղել, նենց չի որ օրինակ 60-ական թվականներից Բարսելոնան սկսեց ինչ որ ուրիշ փիլիսոփայությունով ապրել, իսկ Մադրիդը ոչ, նրանք միշտ փորձել են հավաքել լավագույններին, ռուսերեն նրանց ասում են սլիվոչնի, չէ, այսինքն սլիվկեկ են խաղում բոլոր տեղերից, իսկ Բարսելոնան փորձել է չնայած այսօր ունի աշխարհի ուժեղագույն երրյակը Նապադինը Դերին կար։ Հա, Քրիստիանո Ռոնալդոն։ Իսկ Ռեալի սա Ժակը թե Քրիստիանո Ռոնալդոն էլ է այդպես մտնում։ Այո, միշտ չէ, բայց ողջունում ենք Ժակին մեր տաղավարում։ Արման տարիներ շարունակ Մերսիակ ջան ամենաադեկվատ եւ ճիշտ մոտեցումը քոնն է։ Ռոնալդոն տարիներ շարունակ միշտ էլ ճիշտ է մտնում, ուր մտնում է։ Այո։ Հատկապես Մարոկո։ Ինքնա միշտ մտնում, այդ հարցը շատ մենակ ինչ է, ռադիոլսոններն էլ է հետաքրքրում։ Դա դրան մենք այսօր չենք կարող պատասխանել։ Մենք 14 տարեկանում։ Եթե այո, ապա մի քիչ աչքերումս բարձրացավ։ Եթե Լավ, եկեք թողենք այդ ամենը։ Այո։ Ողջունում ենք Ժակին եւս մեկ անգամ, գորից հարցրեցինք ինչպես է սկսել սիրել Բարսելոնան։ Ժակ, ուղղակի այսպես կարծիք կար, որ դու ուշացար մի քիչ վախենալով, որ կաղկցեցիր Ռեալը կար։ Ինչից պետք է Ռեալը վախենա։ Ես շատ պարզ պատճառով կինս դուրս եկավ տեղ, ես սպասում եմ, մենք 40-օրական երեխա ունենք։ Մինչև ինքը գա, ես հետո պարկովկայի տեղ չկար, վերջի մի հատը գտել եմ։ Ես քեզ լսում եմ։ Նախավերջինի եկամ։ Արտուր ջան, բարև։ Տարածքում Ռեալի երկու Ռեալի երկրպագու, երկու Բարսելոնայի եւ մեկ Չեզո։ Եվ ես։ Մի րոպե դու չեզոք ես, բայց
ավելի շատ դեպի Բարսա։ Եվ այստեղ կա Դանիելը, որը Եթե չեզոք մարդը ատում է Քրիստիանո Ռոնալդոին, էլի չեզոք։ Ժակ, ինչպես սկսեց քոսերը Ռեալի նկատմամբ, որ տարիքից, որ թվականից եւ կարող է ինչ-որ ֆուտբոլիստ է դրան նպաստել։ Շատ հակիրճ ասեմ, սկսվեց այն ժամանակաշրջանից, երբ Լուիշ Ֆիգու, Բեքհեմ, այդ ժամանակաշրջանից բոլոր լավագույնները Ռեալում։ Բնականաբար այդ շրջանն էր, որ ինձ համար ոգևորող էր։ Ես հիշում եմ այդ ժամանակաշրջանում նաև Ֆրանսիայի հավաքականի հաղթական շրջաններ, սերը դեպի ֆուտբոլ սկսեց այդ ժամանակներից։ Արտուրի աչքերը փայլում են։ 21-րդ դարի կեսս, առաջին երկրորդ ասել։ Լուիշ Ֆիգուն հիշեցիր, աշխարհի ամենահայտնի դավաճաններից մեկը։ Նու Մարդ, որի վրա նետեցին խոզի գլուխ։ Նու կարող է լինել տարբեր պատմություններ, օրինակ։ Դե հիմա ինչ հագիստ ինչ էր նայում դու հիմա կարող ես հանգիստ զբաղվել ու այնտեղ կաննի փառատոնը գովազդային ոլորտում ում ինչ են տվել նայ մենք հանգիստ խոսանք տեսնում եք խաղին մնացել է 5 ժամ բայց արդեն կան ռեալում ֆուտբոլիստներ որոնց չես սիրել մեր մասը կամ եղել են Ուրեմն շատ տարօրինակ է իմ մոտեցումը, ես քեզ որ գրում էինք, ես չի ուզում ասել, որ չեմ ուզում գամ, ինչի համար չեմ ուզում գամ, որ վախենում եմ կամ եւ այլն։ Զբաղվածության պատճառով ցավոք ավելի էմոցիոնալ եմ դարձել զուտ երկրպագելու առումով։ Շատ ճշգրիտ առանձնացնել տակտիկան, որտեղ ում հետ ինչա։ Ես իմ ուղեղում պահում եմ այսպեսի մի բան, կարևոր խաղերին հետևել Ռեալին։ Գիտեմ, որ 6 միավորով առաջ ենք առաջնությունում։ Գիտեմ, որ Ռոնալդոն մի հատ բան ասեց, որի շուրջ դուք ուրախացաք, բայց էլի չհասկացաք։ Չէ, դու ես ուրախացել պաստորեն։ Չգիտեմ ինչ էմոցիա։ Դրա հետ կապված իրականում այդ իր խոսքերի շատերը ասում են, որ լրիվ ուրիշ բանի նկատի ուներ, իսպաներենից սխալ են թարգմանել եւ այլն եւ այլն։ Դա որպես մխիթարանք Ռեալի երկրպագուն է։ Կլասիկոներից առաջ, այսպես ասած, բրոսեր են լինում, այն չգիտեմ ոնց է դա։ Ինչ է լինում։ Բրոսեր։ Լեցոնումներ։ Այո, թե Բարսայի, ընտրական Ռեալի կողմից եւ դա սովորական է, ուղղակի մի խոսքով ռուսեն լավ ասացած կա Нет дыма без огня։ Հա դե հիմա այդ կարևոր չի, լավ կենտրոնանք անդա տենց ասում եմ միանգամից ցնցվում եք։ Դուք ես կոնկրետ չի եղել ֆուտբոլիստ, որին դեմ եմ եղել կամ չեմ համակրել, բայց դե եղել է խորհրդանիշ Ռաուլը ինձ համար տարբերվող, Իքեր Կասիլիասի հանդեպ մեծագույն հարգանք եւ իհարկե այն մարդկանց մասին, որոնք որ անգամ մենք ենք հարգում։ Շատ չէ, անգամ դուք եք հարգում, այո։ Անգամ որ Մադրիդի Ռեալը իրաց շատ տարբերություն ձեզ, անկախ բոլոր խոսակցություններից, հենց հիմա ամենայն լրջությամբ հիմա կասեմ այո Ռոնալդո, որովհետև այսօր ուզում ես պատրի որ հատվածը ուզում ես քո միևնույն է առաջին մեծության եւ բացառիկ տաղանդավոր ոսկե գնդակի հաջորդ դափնեկի Ժակ ինձ հետաքրքիր է իսկ քեզ չնեղեցին այն բառերը Իրինա Շեյկի որ երբ նրանք բաժան ես գիտեմ որ դու Իրինա Շեյկին շատ ես սիրում երբ նա ասաց որ իրականում Ռոնալդոն տղամարդ չէր նրա կողք եւ նրանք Դու գիտես ինչ Ոյ այդ ժողովրդական լեզվով ասած չափալախը, հա, էմոցիոնալ չափալախը, որ ստացավ Իրինա Շեյքից Մենք ես եւ դու չգիտեք ինչպես է եղել ամեն ինչ, հասկանում եք։ Ես եւ դու չենք էլ իմանալ ու ինձ պետք չի վեր։ Ես գիտեմ որ այդ մարդը ֆանտաստիկ խաղում է ֆուտբոլ ու տարիներ շարունակ եղել է հավասար խաղում ֆանտաստիկ ֆուտբոլ։ Դա շատերն ասում են որ վերելքին Ռեալը եւ ինքն էլ կարծես թե, հա, այս Զիդանի հարցազրույցներ ուսումնասիրեցի, ասաց Ռոնալդո այդ անձնական այսպես չենք հասցրել դեռ շփվել, բայց վերլուծելով ընդհանուր իրավիճակը վերելքի վրա է աշխատում են չեն Չէ, այս խաղից առաջ։ Հարգելի ընկերներ, մենք հիմա արագորեն լսենք բովանդակալից եւ հետաքրքիր գովազդ, այնուհետեւ վերադառնանք եւ արդեն անդրադառնանք խաղին, խաղից առաջ կազմերին, միավորներին եւ այլն։ Մնացեք մեզ հետ։ Для рекламы звоните 540002. Ռադիոֆուտբոլ Ողջ ֆուտբոլային կյանքը այստեղ է Վերադարձանք եթե քննարկում ենք
Անդրադարձանք արդեն Հայաստանի հավաքականի, լավ, վերադառնում ենք Camp Nou-ում։ Մենք հասկացանք Հայաստանի Ինչի համար։ Ինչ պարագայում, ինչ դեպքում կարա չեմպիոն լինել։ Կարող է լինել։ Կարող է։ Հայատում իրար Բաքում ասում էին կորնակ ուզեր մի բան լիներ, չգիտեմ հետո, բայց մազեր տեղ ռեհան։ Գամքիդ պլաստմասել է Հիմա արդեն ստավկաները լրջանում են ավելի։ Եվ այսպես Արտուր, ով է բացակայում մեր Ռեալի կազմից։ Այո, անդրադառնանք կազմերին Արտուր, Ասա հենց նույն ներկայացրել։ իմացանք, որ Ռեալը դու փայատել ես սպասում։ Մեր Ռեալի կազմից։ Ինչ է Ռեալը սպասում այսօր։ Ամենակարևորը որ Մոդրիչն է խաղալու։ Ահա, Մոդրիչը կա։ Ավելին քան Ռոնալդոն, որովհետև Մոդրիչը գիտեք, կենտրոնական գծում ինչ կարևոր ֆուտբոլ է։ Մենք գիտենք, Ժակը չի Եվ հասկանում։ Ռոնալդո եւ վերջ, չէ՞։ Ռեալը եւ վերջ։ Իմիջայլոց թեմայից մի փոքր շեղվելով ասեմ, երբ որ Մոդրիչը տեղափոխվեց Ռեալ, այն ժամանակ բոլորը խոսում էին այն մասին, որ Մոդրիչը լրիվ Բարսելոնայի ֆուտբոլիստ էր, որովհետև հիշում եք այն ժամանակ ինչ ֆուտբոլ էր խաղում եւ այդ կարճ փոխանցումները շատ ճշգրիտ կենտրոնական դիրքում դա լրիվ Մոդրիչի խաղն էր եւ վերջի պահին ուղղակի տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Իսկ կազմի հետ կապված Հայկը ճիշտ նշեց արդեն, որ Կազիմիրոն ամենայն հավանականությամբ կլինի կենտրոնում, քանի որ գիտեք Բարսելոնայի հետ խաղալ առանց կենտրոնի նախկինում Ռեալի մարզիչները ցույց տվել են, որ առանց այդ կենտրոն հենակետայինի ինչ է կատարվում։ Բայց այդ ժամանակ Բարսելոնան աշխարհի ամենաուժեղ միջին գիծը, բայց հիմա իր միջին գիծը ամենաթույլ օղակն է։ Ցավոք սրտի այո։ Բայց հիմա էլ կա ավելի շատ ուժեղ երրյակ հարցակվողական։ Նաև դա պետք է նշենք, ինչի համար եմ դա ասում, որովհետև կենտրոնական պաշտպանները պարզապես չեն հասցնում այդ երրյակի հետևից եւ պետքա կիսապաշտպանությունը մեկը, ով իր վրա նաև կվերցնի այդ պաշտպանությունը սենց ցեմենտելու, այսպես ասեմ, այդ հնարավորությունը։ Մնացած հարցակման հետ կապված դե Ռոնալդոն պարզ է, խոսեցինք արդեն խաղալու է, խոսք կա նաև որ Լուկաս Վասկեսն է խաղալու։ Ով է բացակայում Ռեալում։ Գարեթ Բեյլ, մինչև ապրիլ ամիսը կարող է պատասխան խաղում է չխաղա։ Բենզեման ամենայն հավանականությամբ։ Բենզեման կարող է խաղալ, բայց հստակ 3 բացակայություն կա՝ Տոնի Կրոս, Մորատա եւ Բեյլ։ Իդե Բեյլը մենք մի քանի հաղորդում առաջ խոսում ենք, որ ոնց որ Ռեալի առաջնորդ թիմն է։ Առաջնորդը նա է շատ ժամանակ, բայց այսօր առանց նրա։ Մորատան էլ է հաջողան, բայց համաձայնենք որ Բենզեման դու գիրը աշխատեց։ Բենզեման կլասիկոներում շատ լավ է խաղում իրականում, ինքը շատ հաճախ գոլ է խփում, իսկ Մորատայի համար կլասիկոն դեռ Մորատայի համար կներ երևի թե առաջին լուրջ։ Առաջին լուրջը, որպես հիմնական կազմի ուժեղ արդեն խաղացող Կովաչիչը երևի կխաղա, հա, կլինի խորվատական զույգ կենտրոնում։ Բայց կարող ենք նաև ասել, որ Կովաչիչը այդքան է փորձ չունի, կարծես ընդհանրապես փորձ չունի կլասիկոյում խաղալու, չնայած որ վերջի խաղերը լավ է հանդես գալի, բայց դե գիտենք, որ սա լրիվ ուրիշ խաղ է եւ այստեղ ավելի փորձառուները պետք է խաղան։ Կարող ենք հայտարարել կազմերը։ Հայտարարենք ու նախնական կազմերով, որովհետեւ պաշտոնական դեռ պաշտի Կազիմիրոն հարցականի տակ է։ Իմը վերջը ուղարկեց ամենավերջին բանը։ Տերերից մեկն է ստվի, խնդրում եմ կազմը դու ուզում ասում Բարսան ասեք։ Հիմա Բարսային կանդրադառնանք, նշենք, որ հիմնական հարցը դա Կազիմիրոն կխաղա թե չէ, շատ կարևոր ֆուտբոլիստ է Զիդանի համար առանցքային ֆուտբոլիստ։ Վերա կասես Բարսելոնային ինչ է սպասվում այսօր, ինչ կազմեր, պետք է որ շատ լուրջ բացակայություններ չլինեն։ Իմ մոտ ճիշտ ասած։ Ջերեմի, լավ, ես այդ դեպքում ներկայացնեմ Մատիոնը միակ բացակայությունը, նու եթե նա չլինի, կարծում եմ։ Ճիշտ ասած, մի քիչ ուզում եի այստեղ գորգորալ եւ վիճել այդ Լուիս Էնրիկեի հետ, կամ նրա վրա իմ համար անհասկանալի բաներ տեղի ունեցան, ինչի բաց թողեցին Դանի Ալվեշին, անհասկանալի, որը որ հիանալի ֆուտբոլիստ էր եւ ամեն ինչ կարող էր անել։ Բայց Ալվեշը դրանից առաջ էր ցանկանում գնալ մեկ տարի։ Ցանկանում էր, բայց փաստորեն մեզ ասում էին, որ ունեն խաղացողներ, որոնք որ կարողանան իր խաղան, անուններ էին տալիս։ Բայց Խոստովանի Ալվեշը վերջի տարին այդքան էլ լավ չէր խաղում։ Բայց հիմա Յուվենտուսում շատ։ Չէ, ամենավերջի տարին նա շատ լավ խաղաց, հենց վերջի սեզոնը լավ խաղաց։ Հիմա իր տեղ խաղում այնտեղ։ Ну հիմա իրան մարդիկ որ փնտրում են այո, աջ պաշտպանի, հիմնականում Սերխիո Ռաննա մեկ դուս գալին դե անհասկանալի եւ Ну Սերխի Ռոբերտոն էլի լավ է խաղում, բայց իհարկե Դանի Ալվեշ չէ։ Սերխի Ռոբերտոն մեկում է չի լավ խաղում, 3 խաղ չի խաղում, մեկում փայլատակում է եւ այլն։ Սկսենք մեկ զանգ ընդունենք արագորեն, այսօր նաև հարգենք մեր կնդիրների կարծիքը, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։
Ոչ, զանգը չի ստացվում ընդունել, քիչ անց եւս մեկ անգամ Իդեպ քանի ասեցինք ունկնդիրներից շնորհակալություն հայտնենք Արարատին, մեր մշտական ունկնդրին, նա մեզ ուղարկեց գինիներ, ինչպես խոստվեց, մարդը ասեց, արեց եւ այսօր մենք ուղարկեց թե բերել էր անձամբ։ Չէ, նա ուղարկել է։ Շնորհակալություն Մենք այսօր City Chelsea խաղադիտելիս ձեր կենացեք խմենք այ։ Մենք ասելով ովքեր եք։ Բոլորով։ Դու էլ ես հրավիրել։ Մուտքը բաց է, որտեղ եք դիտում։ Ձեր տանը Յանքի փաբում է լինելու, Սայթնովա 3 16:30 Ընթացքում զանգ կա արդեն։ Զանգ կա, հիմա ընդունենք։ Ալո։ Ոչ, ես խնդրեի Դանիելը մեզ մոտենալ։ Զիդանի ինձ ուղարկած տվյալների, ուրեմն Կազիմիրոն խաղալու է եւ այսպես կիսապաշտպաններ Կազիմիրոն խաղալու է։ Խամես Ռոդրիգես, Կազիմիրո, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարկո Ասենսիո, Իսկո։ Շակ դու լրիվ թեմի ցուցակն ես կարդում, ուժ բան։ Չէ, հենց Քանի ովքեր քանի ովքեր կիսապաշտպանությունում քո ցուցակում։ Հիմնական կազմի։ մի րոպե, հիմնական կազմի մասին է խոսքը, այն ինչ որ ներկայացվել է, որ լինելու են խաղը։ Լավ, այստեղից հարց է առաջանում, ինչ լեզվով եք շփվում Զիդանի հետ, Ժակ։ Սիրո։ Սիրո լեզու, ֆրանսերեն, արաբերեն։ Երբեմն շատ ավելի մտերմիկ է շփում, հենց Ռոնալդոին ենք հիշում, անցնում ենք արաբերենին։ Լավ, հիմա փորձենք զանգ ընդունենք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տարոնի հետ եք խոսում։ Բարև Տարոն, լսում ենք քեզ։ Ողջունում նախ ձեր հյուրերին, որոնք որպես այդպեսին հյուր չեն։ Այո, իհարկե։ Կուզենամ, եթե ժամանակ կունենան, թող միանան մեր ֆուտբոլային դիտմանը, սրտանց կհրավիրեմ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Շատ լավ, Տարոն, քո կարծիքը Բարսա Ռեալ ինչպես կհավատվի։ Իմ կարծիքով Բարսելոնան այսօր ամեն ինչ անելու է, վաբանկի է գնալու եւ հաղթելու է։ Ինչ հաշվով։ Այսինքն 11 հարցակով 3-1, բայց ես կասեմ 2-1 հաշվով։ 2-1 օգուտ Բարսելոնայի։ Գրանցեցինք Տարոն, ինչ հանդիպում շուտով։ Յանքի փաբում։ Ինձ օրինակ հետաքրքիր է որ վաբանկ է գնալու, ինչ է շարքում, բաց ֆուտբոլ է խաղալու թե Բարսելոնան գործնելու բան չունեն։ Գոր, քո կարծիքով ինչպես է խաղալու Բարսան, իրոք ամեն ինչ կներդնի որ 3 միավոր ստանա, թե Նիչյան է վաճի։ Չէ, դե պարզ է որ Բարսան միշտ խաղում է հաղթանակի համար եւ Նիչյայի Բայց պատկերացնես Լուիս Էնրիկեն ասել, դա այսօր մենք այո, մեր ուժերը կանենք։ Չէ, ես ուղղակի կարող եմ ասել որ Լուիս Էնրիկեն արդեն ասել է որ անգամ եթե տարբերություն դառնա 9 միավոր, ոչինչ դեռ կորցրած չի, հիշենք որ անցալ չեմպիոնատի ժամանակ մենք ունենք 10 միավոր Գանձի կապ, իսկ Մադրիդը եկավ 1-ին 1 աչոք մնաց արանքում, այսինքն սա որոշիչ խաղ չէ, սա ուղղակի խաղ է, որը որ դիտելու է ամբողջ աշխարհը եւ պարզ է որ միշտ դուրս են գալի ինչ տրամադրությամբ, ինչ թվում է Բարսելոն պետք է հաղթի։ Ժակ, քո կարծիքով Ռեալի համար բավարար է 1 միավորը, հաշվի առնելով ասենք նաև որ 6 միավոր հիմա թիմերի միջև տարբերությունը, Բարսան վերջին անգամ առաջնությունում հաղթել է մոտ 1 ամիս առաջ, Սևիլիային հաղթեց արտագնախաղում, դրանից հետո Մալագայի հետ ոչ ոքի խաղաց հազիվ բրծավ պարտությունից Սոսիեդադի, այսինքն վատ է խաղում, իսկ Ռեալը վերջի 5 խաղերում 5 հաղթանակ է տարել։ Հիմա ոնց ուսումնասիրում ենք այս տարիների ընթացքում ընդհանուր էմոցիոնալ ինչ-որ պադիոմի վրա գտնվող ակումբը հաղթանակներ տանում է Ռեալից անցնում էր Բարսելոնին, այս տարիների ընթացքում Բարսելոնից Ռեալին, ես կարծում եմ որ հաղթանակի են ձգտելու Զիդան այս 48 խաղերից, եթե չեմ հիշում կարդացած ինֆորմացիայից 38-ում հաղթանակ է ունեցել եւ այդ տրամադրությամբ գնում են մարդիկ ունեն հնարավորություն այդ օգտագործել այսօրվա ալիքը հաջողության խաղի ամրապնդելու հաղթանակը եւ կարծում եմ 1 միավորի համար հաստատ չեն խաղալու, էլի հաղթելու համար են խաղալու, օգտվելով հենց այն խաղավիճակից, մարզավիճակից, որ իրենք ունեն եւ նաեւ հակառակորդը ունի։ Ես հավատում եմ, որ այսօր լավ խաղ ենք դիտելու եւ հույս ունեմ, որ իհարկե Ռեալի հաղթանակն է լինելու ու ձեզանից իմ լավ ընկերներ, այս ամեն ինչից զատ մի հատ լավ խորհուրդ տվեք, լավ խաղադրույք անեմ, լավ փող աշխատեմ։ Արտուրը վերջում անպայման խորհուրդ Վիվարո 5 րոպե։ Ես միշտ այդպես անում եմ։ Երկու դեպքում էլ գոլ կմնաս։ Այո, ես միշտ այդպես անում եմ, չեմ երկրպագում նրանց հաղթանակի վրա դնում ես, որ հաղթեն գոնե գումարը այսպես։ Այսինքն դու ուրախանում ես որ Բարսելոնան հաղթում է։ Ես օրինակ այդպես չեմ։ Այսինքն ես ուրախանում եմ փողի համար։ Ուրեմն դու իրոք Glory Hunter ես։ Իդեպ Զիդանի առաջին Hunter է ինքը։ Glory Hunter։ Mani Hunter։ Իդեպ Զիդանի առաջի կլասիկոն հաղթանակով է ավարտվել, նա եկավ եւ հաղթեց։ Վերջի 6 կլասիկոները ոչ ոքի չեն գրանցել, 3 անգամ հաղթել է Ռեալը, 3 անգամ Բարսան, հավասար է, Արտուր ինչ կասես, ինչ տակտիկայով է Ռեալը խաղալու։
Ինձ թվում է ավելի պաշտպանողական, գնդակը տալու է Բարսելոնային եւ որսի Բարսելոնայի սխալները, որովհետեւ Բարսելոնան սեփական հարկի տակ է խաղում։ Ես մի քիչ կարող եմ վիճել, որովհետեւ այս վերջերս անգամ ոչ այդքան Ռեալի նման ուժեղ թիմերն են կարողանում Բարսելոնային խեղդել բարձր պրեսինգով եւ վերջին 3 խաղը ցույց է տալի, որ դա տալիս է իր արդյունքները։ Այո։ Ինձ թվում է, որ Բարսելոնան առաջին րոպեներից հենց կսպաղվի բարձր պրեսինգով։ Չի դնի ավտոբուս Զիդանը հասկանալով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ Բարսելոնան այս վերջերս գազազում է եւ կատաղում է առաջին բաստողած գոլից։ Այո, ավտոբուս ես համաձայն եմ, որ հաստատ չի դնելու, բայց անցյալ կլասիկոն եթե նայենք, որ Գարնանը եղավ, այն ժամանակ Բարսան շատ լավ մարզավիճակում էր, առաջի տեղով գնում էր, բայց Ռեալը շատ համարձակ ֆուտբոլ խաղաց, հիշում ենք այնտեղ։ Վերջին 10 րոպեն ընդամենը գրողեց եւ Չէ, երկրորդ խաղակեսը Բայց այնպես էր, որ Ռեալը ամբողջ խաղ եւ մի հոգի պակաս։ Այո, գերակայում էր։ Ինձ թվում է ավտոբուս չի դնի, բայց դեմ չի լինի, որ Բարսան գնդակին տիրի, որտեղ երբ որ գնդակին տիրում է հակառակորդը վերջին խաղից հետո։ Այո, Բարսան շատ հաճախ կորցնում է այդ գնդակը, իսկ Ռեալը ունի Ռոնալդո շատ արագ ֆուտբոլիստներ, Բենզեմա, որոնք կարող են Բել չունի։ Այո, բայց ինձ թվում է ավելի լավ է հակառակորդի սխալներից օգտվես, քան հակառակը դու գնդակի Հաստատ մի բելով գարուն չի գա, մենք ունենք ուրիշ ծաղիկներ, ծաղիկ ունենք Պորտուգալական։ շատ մեծ պորտուգալական ծաղիկ։ Լավ, ընդունենք հերթական զանգը եւ շարունակենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Իմ անունը Վահան է։ Վահան, շատ հաճելի է, լսում ենք ձեր կարծիքը։ Ով է հաղթելու, ինչ է մեզ սպասվում։ Թվում է կլինի 1-1 հաշիվ։ 1-1։ Դուք որ թիմին եք երկրպագում։ Ռեալ Մադրիդ։ Ռեալ Մադրիդ, լավ, հաջողություն ուրեմն։ Շնորհակալություն Վահան, զանգի համար հաջողություն եք Իդեմ մաղթում։ զանգերի քանակը ինչքան է Ռեալ Բարսա։ Դեռ ոչ 2 հոգի օգուտ Բարսելոնայի, Արամը եւ Տարոնը։ Դանիելը ասեց 0-2 օգուտ Ռեալի եւ Վահանը 1-1։ Դեռ որ այո 2-1 է։ Դուք մեկ զանգ արագորեն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսում ենք Նիկողայոսի հետ։ Նիկողայոս։ Ալո։ Այո, ներկայացեք խնդրեմ։ Սլավիկն է խոսում, կներեք, Սլավիկն է խոսում։ Լսում ենք ձեզ Սլավիկ, ձեր կարծիքը։ 3-1։ 3-1 օգուտ Բարսայի։ Բարսելոնային, այո։ Շատ լավ, շնորհակալություն։ Անգամ հակառակը ստացվեց, այս անգամ հույս ունենք։ Անցած անգամ եք ասում 3-1 օգուտ Բարսելոնային, Սլավիկ։ Աջատ։ Անցած անգամ եք 3-1 օգուտ Բարսելոնայի ասում։ Այո, բայց հակառակը ստացվեց։ Հասկացա։ Այս անգամ հույս ունեմ, որ Լավ։ Մի քանի ժամից իմանաք, շնորհակալություն։ Ինձ հետաքրքիր է մենք միշտ հարցնում ենք մեր ռադիոն կնդիրներին այս տարի Բարսան եւ Ռեալը ինչին են ձգտելու եւ առավելագույն ինչ կարան շատերն ասում են որ այս տարի հակառակը մնալ Բարսելոնայում Ռեալը Լա Լիգան կհաղթի իսկ Բարսան չեմպիոնությունը որտեղ երկու Ինձ թվում է հարցը անիմաստ է, քանի որ բոլոր թիմերը ձգտում են հաղթանակների բոլոր ֆրոնտերով, ինտուիտիվ կարող եմ ասել, որ այս տարի Ռեալը հստակ ուզում է, չէ, ուզում է ապացուցել, որ հնարավոր է։ Կատ այդպիսի բան, մի թիմ երկու անգամ չեմպիոնական չի։ Եկեք մենք անդադ ռեկորդներ կարող ենք։ Մադրիդի Ռեալը ձգտելու է կակրաս այդ։ Ով Ռեալը ռեկորդներ կարող է Բարսելոնը անցած տարի ձգտում, բայց չգիտեմ ինչ կարող եմ ասել անգամ այս տարի հələ որ այս պահին Ռեալը խաղում է ավելի լավ թե Լա Լիգայում, թե Չեմպիոնների լիգայում, թե գավաթում։ Մենք տեսնում ենք, որ Բարսելոնա Ռեալ դիմակայությունը, ես կուզեի մեր հյուրերի կարծիքն իմանալ։ Վերջի տարիներին մի քիչ այդքան հետաքրքիր չէ, միգուցե այդքան ակտիվ չի քննարկվում, ինչ տեղեր ունենում Մորինյո Գվարդիոլա դիմակայության ժամանակ։ Ձեր կարծիքով իրոք ինչ որ բան փոխվել է։ Տակտիկաները թիմերի շատ մոտ են իրար դարձել։ Տիկիտակը չկա Բարսելոնայում արդեն։ Գիտես ինչ կա, խնդիրը ինձ թվում է առաջին հերթին հենց այդ մարդկանց մեջ։ Մորինյո Գվարդիոլա իրանց հարաբերությունների մեջ էր եւ այս հիմա ֆուտբոլը այնպիսի դարաշրջան է ապրում, որ գրանդերի խաղերը այդքան կարեւոր չեն, որովհետեւ նրանք դառնում են ինչ որ կոմերցիոն մեծ, այսպես ասած, պոպ համերգներ եւ բոլորը սպասում են, երբ որ գրանդերը կորցնեն միավորներ անդերդոգների հետ։ Հələ որ Բարսան ամենալավ դա անում։ Հիմա բայց ուշ թե շուտ Ռեալն էլ է սկսելու դա անել, ու տեսնենք թե ով է լինելու այն թիմը, որի վրա ոչ մի հույս չի դնելու եւ
կապտակի Մադրիդի Ռեալին։ Լաս Պալմաս։ Բայց ինձ թվում է, որ մենք մեր կյանքը հանդարտ այդպես ապրելու ենք, լինելու է Ռեալ Մադրիդ, Բարսելոնա, լինելու են ինչ-որ անկապ ակումբներ, որոնք հայտնվելու են սուրպրայզ են անելու։ Ռոստով, Ամկար։ Ասենք այդպիսի ինչ-որ ակումբներ, վերջում ծերանալու ենք, Բայց դրա համար տեսնի հետաքրքիր է Անգլիայի առաջնությունը հիմա ինչպես Լեստեր ունեցան, չէ՞։ Բացի Լեստեր, այս տարի ինչ պայքար է։ Գերմանիայում ուզում է ու Ալաշկերտ ունեցանք Հայաստանում։ Մենք հիմա ունենք Գովաս, Մոսկվա տղա է ունենում։ Որից հետո ինձ հետաքրքիր է գոր մեկ հարցել քեզ տա Լուիս Էնրիկեի աշխատանքը ինչպես ես գնահատում, որովհետև մեկ տարի առաջ նրան ասում էին հանճար, հիմա արդեն Գնացին Գովազդի եւ վերադառնանք քննարկենք։ Անճար։ Կլասիկոյի մասին մեր հյուրերն են Իգոր Գլումովը եւ Ռադիովանի սուպերկլասիկո հյուրերը Չակերտավը Մոլի երկրպագուներ հյուրեր, այո։ Էլ երբ պետք է հնարավորություն լինի, որ դուք լինեք հյուրեր ռադիովանում, դա բացառիկ էքսկլյուզիվ Բայց ինքան հաճելի է այստեղ նստել։ Անվճար աշխատում ես իմ։ Անվճար։ Այո։ Լավ, հարցին արագ պատասխան գոր Լուիս Էրիկեի աշխատանքը ինչպես ես գնահատում։ 10 բալանոց հանդիպում։ 10 բալանոցով 7։ 7։ Այո։ Բայց հիշում ես մի տարի առաջ ինչեր էին Էնրիկե եկավ։ Ես չեմ ասել երբևիցե նրա մասին այդպիսի բաներ։ Ուղղակի Էնրիկեն առաջին տարում, երբ որ եկավ, կարողացա առաջի սեզոնին ճիշտ օգտագործել այն պաշարը, որ թողել էին իրեն։ Հիմա պարզ է, որ խնդիրների առաջ է կանգնում, քանի որ պետք է գնելով աշխարհի ունենալով իր ձեռքի տակ աշխարհի ամենաուժեղ հարցախոհական գերիակը, նա փաստորեն կորցրեց աշխարհի ամենաուժեղագույն կիսապաշտպանությունը, իսկ հիմա կամուկացների մեջն է, ինչն է ավելի կարևոր ստում։ Մենք հիմա արագորեն զանգ ընդունենք, Արարատը սպասում է գծի վրա եւ դրանից հետո շարունակենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռադիովանի լավագույն հաղորդավարներին, աշխարհի լավագույն հաղորդավարներին եւ ռադիոֆուտբոլի լավագույն հաղորդավարներին։ Մի րոպե, ռադիովանի լավագույն հաղորդավարը ով էր, աշխարհի լավագույնը որն էր, բեկը աշխարհի լավագույնը։ Քեզ ինչի պետք է Հաճես ուզում ճշտեմ, ես ուզում եմ հաղորդավարն է։ Ահա, աշխարհի լավագույնը։ Վերադառնանք ռադիովանի լավագույնը Ժակն է։ Լավ, Պետական ինստիտուտը։ Աշխարհինը Գորն է, ռադիովայինը Ժակն է, ռադիոֆուտբոլինը ես եմ։ Վերան Թակուինը։ Այսօր Թակու համար ես հայերեն ակրոստիկոս է ասել, ինքը ռաբունի բառը չէր հավանել։ Ես մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ եմ, տեխնիկն եմ ավարտել։ Այսօր ուզում եմ ռուսերեն ասեմ, Егор Գլումով օգնի։ Великолепная, единодушная, репортер Армении. Всё, замечательно. Великолепно. Շնորհակալություն։ Արադ, շատ շնորհակալություն։ Լրիվ Արարատ ջան։ Невероятно. Շնորհակալություն նվերի համար, Արադ։ Մի քանի տարի առաջ Ճապոնիայում կրուզ է անում, ամբողջ Ճապոնիայի 7-8 քաղաք եւ ընդերից մնացել է մի բար։ Արիգատո։ Շնորհակալություն։ Ձեզ է շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք։ 1-0 գրանցեցինք նվերի համար շատ շնորհակալ ենք։ Դա շուտով մենք դեգուստացիա կանենք, այսպես ասած, ինչպես ասում են Վարդենիսում։ Ես միշտ գալիս եմ ստեղ ուզում եմ ու միշտ մտքովս գալիս է ռադիոֆուտբոլը իր առանձին օրացույցը պետք է ունենա, էջերից 8-ը պետք է տակ վերային։ Էջերից ինչ էջ։ 12 էջերից 8-ը օրացույց։ Օրացույց, չէ, 12-ն էլ ավելի լավ է։ Այ Պիրելի բան այդ կարգի օր։ Այդ կարգի։ Վերջի Պիրելին չէ։ Վերջինը մի քիչ ուրիշ է, ուրիշ ստիլ է։ Վերջինը բոլորը հագնված են եւ բառով։ Այսինքն աշխարհը հոգնել է երիտասարդ մերկերից։ Ոչ բոլորը։ Եվ հիմա գնում Ռեալում մեկը կա որ չի հոգնել։ բայց Ժակ, այն միշտ 4-ը Հայկին եւ Արտուրին, թե կենթանիներ ծաղիկների չէ։ Այդ մյուս 4-ի ոչ ոք չի հասնի։ Չեն ասնի։ Այդ 8-ն են թերթելու մի քանի Ութը դերդե կմաշվի կընկնի։ Տարիքը վերջանա սեպտեմբերին։ Գնացինք առաջ մի քիչ հետո մենք անդրադառնանք Վիվարոյի խաղադրույքներին։ Իսկ միջ անդրադառնալը Վիվարոյի խաղադրույքներին ուղղակի հետաքրքիր է ձեր հիշողության մեջ լավագույն կլասիկոները։ Ուղղակի համառոտ, ո՞րն է կաննաշարը 6-2 Սանտիագո Բայց 5-0 էլ է եղել։ Բայց 6-2 Այո, 6-2-ը ուրիշ է։ Ժակ, քո հիշողության մեջ։ Իմ հիշողությունը իմ այնց կարող է շատ կարճ է։ Ես սպասում եմ այսօրվա։ Լավագույնը արխիվում է։ Լավագույնը արխիվում է, տակից դուրս գամ։ Այսինքն դու 4-1-ը չես հիշում, երբ Բարսելոնան ծափահարեց Ռեալին։ Վերջի շրջանում դե այնքան բաներ կար նեգատիվի մեջ, որ Ռեալը խաղում էր, այսինքն 12 թվից են կողմ, օրինակ առաջնությունում չեմպիոնությունը եղավ վերջին անգամ այդ ժամանակ։
4 տարի այդ նեգատիվի ընթացքում դու սկսում ես նեղվել, հիմա թույլ տվեք շնչել, մի քիչ շատ բաներ անջատել եմ մոռանալու համար, նվիրված այսպես Ռեալին գնում ենք։ Ես այսօրվա խաղին եմ սպասում, չեմպիոնությանն եմ սպասում ու ընդհանրապես այսպես։ Իսկ մի հատ հիմար արդ ինչ կանես որ Ռեալը չեմպիոն դառնա։ Մի հատ։ Իդեպ մենք ուզում ենք գրազ կազմակերպել ձեր միջև։ Բայց ինքը չի անի էլի հետաքրքիր։ Դե նայած ինչ կանես։ Գլուխներս խուզեն։ Դե գորի մոտ պատրաստ է ասեն դա։ Ռոնալդոյի տատունան ես գոր։ Այո, դու Մեսի։ Դու Մեսի վայ կան ցավալի չի իշքան դու Ռոնալդո դու Մեսի Համեր ես երեք մեքենայում ինչ որ մի պահ Մեսի մասին չգիտես ինչի մտածեցի Ինչ ես մտածում դու առողջ տղամարդ մեքենայում Մեսիի մասին Ես հասկացա որ օրինակ ատելությունը դեպի Ռոնալդոն շատ շատերի մոտ կա հասկանալի կամ անհասկանալի պատճառներով Իսկ Մեսին չեն սիրում միգուցե Բարսելոնայի ֆաները, բայց բոլոր այդ ֆաները երազում են, որ Մեսին խաղա իրենց տանը։ Բարսելոնայի չեն սիրում Ռեալի ֆաները, այո։ Լավ, արագորեն զանգ ենք ընդունում։ Իրենք ես միշտ չեմ հասկանում ինչպես կարելի է Մեսին ատել, ոչ թե նրա որ ես նրան համակրում եմ։ Չէ ընդհանրապես եթե լուրջ դնենք կատակը թողնենք մի կողմ ինչ նշանակում ատել ինչ որ մեկ Какую личную неприязнь Չէ բայց ինչ նշանակում ատել ես Մեսիին չեմ ատում եթե նույնիսկ Մեսին է լինել պորտուգալական ծաղիկ էլի չէ ատելու ինքը ֆուտբոլիստ է ուղղակի երկու բան ասեմ թե ինչի համար մարդ կարելի է չսիրի Ռոնալդոն մեկ եւ դու տեսնում ես որ նա հաշմանդամին սայլակով բրտում է մեկ երկրորդ անգամ իմ աչքով տեսել եմ աղջկա ձեռքերի խփելը դրան գումարում ես մի 10 հատ լավ դրվագ, որը արել է, ու քո նմաններին կարելի է հավատացնել, որ ինքը իսկական հերոս է։ Հերիքա պատրանքների ու ֆոտոների Ես համաձայն եմ, դա Ես իմ աչքով եմ տեսել, ֆոտո չէ, ես ռեալ տեսել եմ։ Մոտեցում չի, չեմ կիսում վերայի մոտեցումը, լավ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ ենք խոսում։ Նիկողայոսի։ Նիկողայոսի, բարև ձեզ։ Ես շատ ուրախ եմ, որ այսպեսի լավ կազմով, սա հազվագյուտ կազմ է։ Dream team է այս Սա մոտավորապես Արարատ 73-ը։ Եվ նույնիսկ կարող եմ ասել, որ աշխարհի լավագույն հաղորդավարը ոչ թե Եգոր Գլումովն է, վերջապես Գոր Գրիգորյանը։ Վայ։ Լավ մյուս զանգին սպասենք։ Նիկողայոս, լավ, եկեք դուք ասեք հաշիվ։ Այսօր խետրիկ է անելու։ Քանի ժամը չի անջատել հեռախոս, եկեք հաշիվ ասեք։ 3-2 Բարսելոնա, ես ցանկանում եմ դեկտեմբերի 2 տոներից առաջ, 5-ի եւ 8-ից առաջ վաղը Մխիթարյանը մեզ գոլ պարգևի։ Դոնել մի հատ գոլ։ Շնորհակալություն Նիկողայոս։ Գնացինք առաջ եւ ժամանակը շատ դաժան է։ Մենք կընդունենք կլսենք գովաստ, հետո խոսենք խաղադրույքների մասին եւ հետաքրքիր է ձեր կարծիքները։ Թռնում է կյանքը։ Գնացինք կլասիկո։ Для рекламы звоните 540002. Ռադիոֆուտբոլ Ողջ ֆուտբոլային կյանքը այստեղ է Վերադարձանք շատ թեժ է մեր տաղավարում Աշկիս Ռոնալդոն մեր տունը քանդի Բարսելոնայում լինելու մի քանի ժամից իսկ հիմա թեժ է Հիվարոյի կայքում Արտուր ներկայացրու խնդրեմ մեր խաղադրույքները Եվ այսպես ինչպես որ սպասելի էր Բարսելոնայի հաղթանակը ավելի ցածր է գնահատվում 1.85 գործակից Հիվարոն հավատում է Բարսելոնայի Այո իրոք Ռեալի հաղթանակը 3.77 գործակից եւ ոչ ոքին 4.05 գործակից Գոլերի տոտալները 2.5-ից ավել գոլ, եթե կլինի խաղում 1.4 գործակից է եւ եթե 2.5-ից քիչ գոլ կլինի 2.8 գործակից է։ Այսինքն գոլառատ հանդիպում են սպասում։ Ինչպես միշտ։ Ինձ հետաքրքիր է Մեսի գոլ խփելու հավանականությունը։ Դա արդեն առանձին պետք է նայում։ Իդեպ հետաքրքիր է Մեսի թե Ռոնալդո ավելի հավանական է համարում, շատ հետաքրքիր է որովհետեւ Եվ Սուարեսը գոլ է անջատում։ Հիշեցնեմ որ Ռոնալդոն այո ավելին է խփել արդեն։ Գոլ ավել։ Այո եւ այն մարդիկ որոնք որ օրինակ ասում են որ Քրիստիանո Ռոնալդոն ցամաքել է պետք է հասկանալ որ մի օր Բայց հիշում ես մի պահ է Մեսին որ բավական հերո էր Չեմպիոնների լիգան ասում են դե երբեք Մեսին չի հասնի արդեն Ռոնալդոն Չէ դա ուղղակի Չգիտեմ ով էր ասում երբեք չի հասնի նա կհասնի երբեք չասենք ոչ Մեսի ոչ Ռոնալդոյի Չնայած միգուցե երբեք չհասնի միգուցե ամեն ինչ հնարավոր է ֆուտբոլում Եթերի վերջում պետքա քեզ մի բան անես ուղիղ եթերում
Լավ, մեր ռադիոն կնդիրեն ինչ խորհուրդ կտաք, ինչպեսի կանխատեսում կանեք։ Ինչ խորհուրդ։ Հաշիվ ասեք, հիմա դուք ասեք հաշիվ։ Ես ուզում եմ ինձ օգնեք մի հատ այնպեսի խաղադրույք Արտուր ջան խաղեց հետո Վիվարոյցի Ես ասեցի դի Բարսավը։ Հա, Բարսավը։ Գոր կարծիքով հաշիվը։ 3-1 օգուտ Բարսայի։ Գրանցեցինք Ժակ, ինչ հաշիվ կասես։ Եվ այսպես Ռեալը այսօր կպարտվի 1-3 հաշիվ։ 3-2 3-2 Դա Հայաստան Չեռնագորիայի հաշիվն է։ Չեռնագորիա։ Արագորեն վերջի զանգ։ Ես կարծում Մեսին այսօր գոլ է երել։ 1.74 գործակից է Մեսսին։ 1.74 Ռոնալդոն 2։ Աու, ավելի հավանական է Մեսսին, դե որտեվ նոր կամպում է երևի։ Բարև ձեզ։ Приветствую великолепную шестерку. Բարև ձեզ, Պիչոկու։ Ահա Դանիել։ Այս արդենից է բարևում։ Ակամ աշխարհի լավագույն հաղորդավարին վերջապես ինձ։ Բարև ձեզ, здравствуйте։ Здравствуйте։ Նորիկի հետ ենք ասում։ Здравствуйте вам։ Նորիկ ջան, լսում ենք ձեզ։ Նորիկը մեր ռեկորդակիրն է, 10 անգամ հաղթել է։ 3-1 հոգուտ Բարսելոնա։ 3-1, այո, դա Սլավիկը ասել էր, Նորիկը կրկնում է այդ հաշիվը, գորնել էր ասել, ու գորը Վիկտորինայից դուրս իհարկե։ Այո։ Շնորհակալություն, Նորիկ դուք գալու եք մեր հետ դիտեք խաղը։ Ես հիվանդ եմ։ Առողջություն ձեզ։ Առողջություն ավելի կարևոր է իհարկե։ Գնացինք առաջ, 3-1 ասես Նորիկը։ Վեր դու թխվածքներ ունես այսօրվա համար բերել ես։ Ինչ որ օրինակ հյուրասիրելու ես խաղին, տղաները գալու են։ Իմ ներկայությունը արդեն։ Դու թխվածք ես արդեն նրանց համար։ Լավ, գնացինք առաջ, մեկ հարց մեր հյուրերին։ Ում չեք սիրում ձեր սիրած թիմերում եւ ում եք սիրում հակառակորդի թիմում, ուղղակի մեկ անուն ասեք։ Սերխիո Ռամոսին եմ սիրում, հարգում եմ, որովհետեւ տղամարդ խաղացող։ Այո, իսկ 94-րդ րոպեին գոլը։ Գորիս Բարսայում ում չես սիրում։ Բարսայում չեմ սիրում, երևի ամենաշատը հիմա Տուրանին։ Քեզ տղեն կապ չունի դրա հետ, բայց չէ։ Միգուցե։ Այո։ Ժակ Իմիջանից Տուրան Ատլետիկոյում ավելի լավն էր հաստատաբար։ Մեսին եմ հարգում եւ ընդունում եւ սիրում հակառակորդին պահիր նո Որտուն արեշ թե Բանգլադեշ։ Ես ավելավա Մեսի տանի, մեզ ու պահի մի քանի ամիս իրաստուն։ Նորից կրկնեմ եղավ մոտ արապես այդպես հարց չկա մեկը որից տենց այսպես Պեպեն ինչես հաշվում թե Չէ Պեպեն մարչի ու Պեպեն ֆուտբոլիստ։ Չնայած ասենք Պեպեն հիմա այդ գազանքի վաստով Իստոմա այդ ատամը հանել են, չէ՞ հանգստացել է։ Մորինը դուրս եկավ ուղղակի նա դզվեց։ Գնանք առաջ, հասնում ենք զանգ ընդունենք։ Եվս 2 րոպե ունենք արագորեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ ենք խոսում։ Հարութի։ Ունեք հարց, Հարութ։ Ոչ ճիշտ ասած ես չեմ լսել եթերը։ Իսկ պատասխան ունեք։ Պատասխան։ Հաշիվ ասեք, Բարսա Ռեալ։ 4-2։ 4-2։ Հարութ գալու ես մեզ հետ դիտել խաղը։ Անպայման։ Դες սպասում ենք 1 ժամից։ Հարութով Ռոնալդո, Մեսի, Սուարես, Նեյմար բոլորով կա չկա խփենք Բել։ Ես տեղյակ եմ ձեր այսօրվա կազմից, շատ կուզեի լսեի, անպայման YouTube-ով կլսեմ։ YouTube-ում կգցենք շուտով, մեկ օրից։ Շնորհակալություն Հարութ։ Եվ գնացինք Եվ իհարկե մեր եթերը արդեն մոտեն ավարտից, ցավոք ես կուզենայի որպեսզի դուք ինչ-որ բան մաղթեք իրար այսօր լավ նոտայով ավարտենք։ Նկատես ես մաղթեմ ինչ-որ բան գրում։ Դու որպես Ռեալի երկրպագուր Բարսամանին։ Ես մաղթում եմ Ժակին դառնա աշխարհի լավագույն հաղորդավար։ Ման չունեմ մաղթել։ Իսկ ես քեզ որ великолепная шестерка։ Որովհետև կարևորը կատարելության հասնել որևէ գործի մեջ։ Տեսնում եք ինչ սեր է տիրում Բարսելոնա եւ Ռեալի երկրպագուների։ Ես մաղթում որպեսզի այսօր երեկոյան լինի լավագույն կլասիկ կոնցերտ։ Եթե լրջանանք իրականում ֆուտբոլը կյանք է, հաճույք է ապարգևում բոլորիս, այս խոսակցություններն են մեզ Եթե նույնիսկ թեժանում է մեր զրույցը, էլի հաճույք է ապարգևում։ Ես ուզում եմ, որ մարդիկ ուրախությամբ դիտեն։ Հիմա եկել եմ մի քիչ Ռեալի ֆաների դարաշրջանը ուրախանալու, լավ խաղ մաղթենք եւ այլն։ Մի քիչ էլ մենք ուրախանանք, այո։ Եվ դիտարժան ֆուտբոլ շատ մեծ աստղեր են ֆուտբոլային լինելու, հետաքրքիր սպասելիքներ ունենք։ Լավ երեկո բոլորիս ու լավ տրամադրություն։ Հիշեցնենք, հիմա գորին լսենք։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ շատ հեշտ է երկրպագել այն թիմին, որ միշտ հաղթում է։ Գավաթներ է բերում, ոսկե գնդակներ, փորձենք լինենք թիմին կողքին նաև այն ժամանակ, երբ որ թիմին դժվար է։ Դա շատ այո։ Ու Հայաստանի հավաքականը դա մեզ Հայաստանի հավաքականին մենք իծն է պետք է այսպես նրա հետ լինենք գենետիկորեն։ Բայց Արարատին պետք է երկրպագել։ Այսօր երեկոյան մենք իմանանք ավելի քանակում, թե Ռեալ եւ
վերջակետ ոչինչ ավելի։ Իսկ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ժամը 16:15 այսօր բոլոր ռադիոընկերներով հավաքվում են Գյանկի փաբում, որը գտնվում է Սայետնովա 3 հացեով, դիտելու Մանչեսթեր Սիթի, Չելսի կլասիկոյի ֆոնին մի քիչ խամրում է այս խաղը, բայց շատ կարևոր է։ Բայց նրանք զուգահեռ չեն, շատ լավ է, երկու խաղից կարող են Եվ հետո եկեք ողջունենք ռադիոֆուտբոլի այս հետաքրքիր գաղափարը, դուք արդեն մտերմանում եք ռադիո լսողների հետ։ Այո, մենք արդեն դրուզում ենք ընտանիքի մեջ։ Ստումա որ դու արդեն պետք է Բանգլադեշում կամ Արեշում չէ դիսկոտեկներ կազմակերպես, բոլորը հավաքեք։ Այսինքն ես կազմակերպեմ միջև հասնենք քեզ հաղորդման վերջում մի բան է ցանկանայի ասել, Հայկը կհիշի 2007 թվականից ես ու Հայկը եղել ենք ամենասկզբում դրա, Բարսելոնայի եւ Ռեալի ֆան կլուբերը միշտ իրար հետ խաղում են կլասիկոերին եւ առաջի կլասիկոն էր եղել ֆանակումների, Հայկ հիշում ես դուք 2007 թվականին։ Եվ պատկերացրեք Հայկը այն ժամանակ Սուարեսն էր Բարսելոնայի նիհար տարիքով, այո։ Երկար մեծացա, չաղացա, բայց տաղանդը ոչ միտեղ չի կորել, Մարադոնան դա կարա ապացուցի։ Ժամը 19:15 No Camp մարզադաշտ աշխարհի ամենահետաքրքիր ֆուտբոլային խաղը։ Շնորհակալություն ձեզ, որ այսօր մեր հյուրերին։ Հիանալի արագ եթեր ստացվեց ու շատ հետաքրքիր YouTube-ում կտեսնեք արդեն վաղվանից։ Կհանդիպենք հաջողություն։